Շատ լավ։ Տեսնենք այսօր ինչ կասեն կարտերը։ Մենք այսօր ինչ թեմայի շուրջ կխոսենք։ Լավ, շատ լավ, տեսնենք։ Առաջի կարտը տեսնում եմ 5 ջահերի։ Տեսնում եք 5 հոգի վիճում են իրար հետ, փայտերով կռվում են իրար հետ։ Սա շատ մեծ փորձություններ է, ինչ որ հարցում, ընդ որում մի քանի հոգի են, սա մի հոգու խնդիր չի, ինչ որ մեկ իրեն նստել է եւ ինչ որ խնդիր պրոբլեմ ունի, չէ, սա ինչ որ մի խումբ մարդկանց մեջ խնդիր կա, լուրջ բախում կա, ինչ որ հետաքրքրությունների շուրջ։ Հաջորդը տեսնում եմ պենտակլի տուզը, տեսնում եմ հետո 6 ջահերի եւ տեսնում եմ թրերի 2-ը։ Մեծ ֆինանսների հետ է կապված, շատ մեծ ֆինանսների հետ է կապված, բայց նաև տեսնում եմ հաղթանակի կարտը։ Եկեք օգտվենք լրացուցիչ կարտերի օգնությանը, որպեսզի կարողանամ ավելի ճիշտ տեսնել, որտեղ բավականին հետաքրքիր է, միևնույն ժամանակ բավականին ինտրիգային, չեմ տեսնում առանձնապես այստեղ հստակ, կոնկրետ չեմ կարողանա ասել, տեսնենք լրացուցիչ կարտերը ինչ կասեն։ Ընդհանուր մթնոլորտը առաջին կարտն էր, որ բացեցի, ասացի, չէ, մի քանի հոգի վիճում են իրար հետ, ինչ որ մի բան չեն կիսում, նաև վիճում են, բանավիճում են միգուցե, չգիտեմ, սա խոսակցություններն են, թռչունները, ինչ որ հարցի շուրջ մի խումբ մարդիկ համաձայնության չեն գալիս, խոսակցությունները խոսում են, լավ էլ խոսում են, բայց լեզվակռիվ չէ, բանակցություններ են, ավելի լուրջ խոսակցություններ են, բայց ոչ մի հայտարարի կարծես թե չեն գալիս, տեսնենք։ Այո, իրականում շատ մեծ գումարների մասին է խոսքը, սիրտն ընկավ իրականում։ Շատ լուրջ, շատ մեծ գումարների մասին է խոսքը, եւ այս մարդիկ էլ կարող է իրանք իրար իսկապես հարազատ մարդիկ լինեն, իրենք թշնամիներ չեն, չէ, սա ես թշնամի չեմ տեսնում, սիրտը հուշում է, որ սա թշնամիների միջև վեճ չէ։ Սրանք ուղղակի փորձություններ են, որ մի խումբ մարդիկ, որոնք իրար շատ հոգի հարազատ են։ Կարող է սա ուղղակի ընտանիքի մեջ է այդպիսի խնդիր։ Դա չէ, իրար շատ հոգի հարազատ մարդիկ են եւ շատ մեծ ունեցվածքի, ժառանգության, ֆինանսական լուրջ, այսպես կապիտալի հետ կապված կարող է այդպես էլ լինել, որ վիճում են երևի թե ել եմ ասում, սա պարզապես միայն գումարի մասին չի եւ շատ խոշոր, ել եմ ասում, կարող է լինել ժառանգության հարց, կարող է լինել ունեցվածքի առասարակ, անշարժ գույքի, կապիտալի մասին։ Մի քանի հոգով չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Բայց չէ, ես այստեղ ատելություն թշնամանք իրականում չեմ տեսնում։
Տեսնում եմ այստեղ նամակ։ Եթե ճիշտ եմ կրահում ինչ-որ մեկին վերաբերում է, դուք կարող եք ձեր պատմությանը հարմարացնել։ Սա կարող է նել կտակ, չէ՞։ Կտակ, նամակ, ինֆորմացիա, փաստաթուղթ, փաստորեն, որը բերել է հաղթանակ։ Ես կարող եմ ասել, որ այդ դեպքում, այսինքն մի խումբ մարդիկ սկզբում շատ ուրախացել են, որ իրենց կապիտալ է հասել, հա, ինչ-որ մեկ իրենց ժառանգություն է թողել ինչ-որ ընտանիքի եւ անսպասելի է եղել, չգիտեմ, նամակը ստացել շատ ուրախացել են, հա, իրենց համար համարել են հաղթանակ, բայց դրանից հետո եկել է ընտրության հարցը, որ հիմա պետք է ընտրեն ինչպես բաժանել իրար մեջ, սա ընտրության հարցն է եւ ելք չեն տեսնում։ Սա շատ լուրջ ճակատագրական բարդ հարց է, իրականում այդպես հեշտ էլ չէ, եւ թերևս հեշտ չի լինելու։ Իրենք սկզբում սկսել են շատ ուրախ զվարթ, ուրախացել են, որ ժառանգությունը ստացել են, ուրախացել են, որ այս մեծ հնարավորություն է, ինչ-որ շանս հնարավորություն է տրվել, բայց դա չեն տեսնում, որ այո, դեռ չեն տեսնում, թե դա ուր է տանելու։ Ուր է տանելու։ Իսկ տանելու է իրենց դեպի խաչ։ Խաչը բարդ, լուրջ, շատ բարդացնելու է, իրականում շատ դժվար է լինելու այս հարցին բոլորով միասին լուծում տալ, որտեղ մի քանի հոգի են այստեղ ընդգրկված։ Այո, լուրջ ընտրության հարցեր են լինելու, որ պետք է կարողանան այդպես մի քանիսով որոշել։ Եվ ինչքան ես տեսնում եմ, ինչքան գնում է, այնքան չի հեշտանում ավելի։ Այսպես տեսնում ենք անպամած, ասինքն ամպեր են կուտակված։ Սա հեշտ լուծվելու հարց չի լինելու։ Ունեցվածքն ու ժառանգությունը ինչքան լավ է, այնքան ավելի մարդկանց, հարազատ մարդկանց անգամ կարող է թշնամացնել, օտարացնել։ Սա էլ հիասթափության կարտն է։ Այսինքն սկզբում որ շատ ուրախացել եք, հետո իրականում հասկանում եք, որ չէ, սա իրականում բավականին բարդ է։ Ժառանգությունը ստացանք, մեր ընտանիքին հասավ շատ լավ է, բայց հիմա ինչպես պիտի կիսենք իրար մեջ։ Այո, հիասթափություններ, ինչ-որ մեկը քիչ թե շատ առայժմ անելանալի վիճակում է, տեսնում են։ Իսկ այստեղ տեսնում են բաժակ եւ արև։ Բաժակ եւ արև։ Այսինքն այս մարդկանցից մեկը, ովքեր մասն է կազմում, հա, կարծում եմ ինչ-որ մեկը մասն է կազմում, կամ ես հա մասնագետ չեմ տեսնում, չեմ կարող ասել իրավաբան կամ մեկը, որ այս փաստաթուղթը կտակը ըստ էության ներկայացրել, չեմ կարծում։ Սա երևի թե այս մարդկանցից մեկն է, մեջներից երևի խելամիտ առաջարկություն ունի, առաջարկություն կանի, կառաջարկի գտնել տարբերակ, եւ տեսնում եմ արև, ուրեմն բավականին բարդ տարբերակ կլինի, թեժ, այսպես շատ հեշտ տարբերակ չի լինի, բայց իրականում դա կարող է լինել լուծում, որտեղ արևը բավականին դրական է։ Ինչ որ մեկ առաջարկություն, տեսնում եք բաժակը ձեռքը, սա ասպետն է բաժակների, ինքը առաջարկություն է անում, ասենք եկեք գնանք միտեղ նստենք, խմենք, զրուցենք, փորձենք հասկանալ այս իրավիճակից ինչպես դուրս գալ, փորձելու առաջարկել տարբերակ մեկն ու մեկը, որը իրականում կփորձի հարցերը լուծել, որտեղ արևը իրականում դրական է։ Ես տեսնում եմ, որ առայժմ նավակը չի շարժվում, այսինքն մնացել է օվկիանոսի մեջտեղում, եւ գումարը չնայած եկել է, բայց դա չեք կիսում իրար մեջ, եւ այսինքն ֆինանսապես դեռ օգուտ դեռ ոչ մեկ չի արել, որովհետեւ չեն կարողանում այս նավը շարժել, տեղը չի շարժվում։ Իսկ մյուս կարտերում, ստերում տեսնում եմ High Priestess-ը, չգիտեմ ինչպես կարող եմ հայերեն թարգմանել, բայց սա ավելի այսպես ասեմ, կան հարցեր, ինչ է սա նշանակում, կան հարցեր, որոնք այդպես լոգիկայով, տրամաբանությամբ չեք կարողանալու լուծել։ Այստեղ ավելի ոնց ասեմ, պետք է ընդհանուր մի եզրակացության գալ, չի կարելի այստեղ ամեն մարդ ձգի իր կողմը, մտածի միայն իր մասին։ Այստեղ պետք է բավականին նուրբ մոտենալ հարցին, բավականին լուրջ մոտենալ, որտեղ բավականին բարդ եւ լուրջ հարց է։ Այսինքն սկզբում շատ լավ սկսվեց, լավ էր սկսվել։ Մեզ ժառանգություն, մեզ ունեցվածք, լավ է, գումար, ակնկալիքներ, ուրախանում եք, իսկ հետո արդեն սկսում են մարտահրավերը, լավ, հիմա մենք ես ոնց ենք կիսում, եւ ըստ էության ոմանք այնքան էլ համաձայն չեն առաջին այդպես ակամա առաջարկությունների հետ, այդպես եմ տեսնում։ Եթե ինչ-որ մեկի սա վերաբերում է, դուք գլխի կընկնեք, թե ինչի մասին եմ խոսում, բայց առայժմ տեսնում եմ, որ շանս կա, որովհետև կլինի լավ առաջարկություն դեպի արև, արևը ես կտեսնեմ ավելի շատ խաղաղություն, լուծում կգտնեք, ընդհանուր գաք հայտարարի, բայց ոչ առայժմ։ Չէ, շատ լավ կլինի, իրականում լավ կլինի։ Մեկն ու մեկը ով որ առաջարկությունը կանի, սա էլ մեկ ուրիշ թագավոր է։
Սա թագավորն է ջահերի։ Սա ավելի շուտ մեկն է, որ երևի թե նման հարցերից հասկանում է, կամ գումար ֆինանսապես ինքը ապահովված է եւ գիտի ֆինանսները ինչպես են տնօրինում, որովհետեւ գիտեք ցանկացած ժառանգություն կապիտալ իր հետ նաեւ բերում է բավականին հարկեր։ Այսինքն բավականին գործ կա անելու հետ, էլի, այսպես չի, որ դու գումարը ստացաք, տուններ կամ ինչ-որ մի բան վաճառեցիք եւ այդպես հեշտ ամեն հարց լուծվեց, չէ, այդպես էլ չէ, իրականում բավականին այո, եւ պետական ինչ-որ մուծումներ են լինում, հարկեր են լինում եւ կարծում սա մասնագետ է, կամ սա ձեզնից մեկն է, կամ սա պարզապես մասնագետ է։ Ի վերջո, եթե չկարողանաք այս հարցերը լուծել, ձեր մեջ չկարողանաք հասկանալ ինչպես պետք է տնօրինել այս մեծ գույք ունեցվածքը, ինչ որ ձեզ բաժին է հասել, հույսով եմ ճիշտ եմ կռահում կտակով, որտեղ նամակ եմ տեսնում էլ եմ ասում, մյուս կողմից պարզապես ձեզ ինչ որ հնարավորություն շանս է տրվել, ձեզ պետք է լինի մասնագետ, անպայման դիմեք մասնագետի, որը գործից հասկանում է, որը ձեզ ուղղություն ցույց կտա։ Նորից դուրս եկավ արև, տեսեք, երկու տարբեր կարտերով եմ նայում, երկու արև դուրս եկավ։ Շատ լավ կլինի վերջո, վստահեք մասնագետի դիմեք, եթե դուք ձեր մեջ չեք կարողանում հասկանալ, այո, գումարը գալիս է շատ, բոլորը սպասում են, շատ եկամուտներ ունեն, մեծ գումարներ աշխատեմ, այդ շատ լավ է, բայց բավականին էլ հարկ եք վճարում, տուրքեր վճարում, պետական վճարումներ, այդ բոլորը բավականին բարդ գործեր են, չեմ ասում իրար մեջ կիսելն ու բաժանելն է դառնում մեծ լուրջ խնդիր։ Շատ լավ կլինի, հարցերը կլուծվեն, բայց միայն մասնագետի պատճառով, ես այստեղ այդպես եմ տեսնում։ Ասեղ տեսնում եմ բաժակների պաժը, կփոխվի, այս էմոցիաները կփոխվեն, նորովի, լրիվ կփոխվեն, այսինքն հիմա երբ որ դուք այսպես սկզբում շատ ուրախացաք, հետո մի տեսակ սկսեցիք վիճել իրար հետ, հա, լեզվակռիվ, չկարողացաք իրար մեջ, իրականում կհանդարտվեք, կզրուցեք, մասնագետը ձեզ կօգնի, կկարողանաք հանգիստ զրուցել, կիսել, բաժանել իրար մեջ եւ գալ ընդհանուր հայտարարի։ Եվ երբ հույսով եմ ձեր նավակն էլ կսկսի շարժվել։ Այո, ձեզ մասնագետ է պետք։ Տեսեք, ձեզ այստեղ ասեցի չէ, նավակը չէ շարժվում, բայց ձեզ պետք է մասնագետը, որ գործից հասկանում է։ Եվ այդ դեպքում դուք կկարողանաք անցնել կամուրջի մյուս կողմը։ Կամուրջի մյուս կողմը նշանակում է դուք այս կողմում բանավիճում եք եւ չէի կարողանում կիսել ընդհանուր հայտարարի գալ, դուք անցնեք մյուս կողմը, այսինքն հարցը կլուծվի։ Ձեզ ուղղակի պետք է մասնագետ, դուք միայնակ չեք կարողանա։ Բայց տեսնում եմ արև մեկի տեղը երկու հատ, այս բոլորը շատ լավ կվերջանա, լավ ավարտ կունենա։ Ինչը ես ձեզ սրտանց ցանկանում եմ։